Բարի լույս, արվա պլանները ներկայացնեմ ու գնամ որ չուշանամ, որովհետև ստուդիա է ամրագրած։ Նախ պետքա գնամ ստուդիա, այնտեղ գործ ունենք մի ժամ ու կես այդ կարգի, որից հետո պետքա ինչ որտեղ սպասեմ, հավանաբար ինչ որ սուրճ կխմեմ բան, գործ պետքա անեմ այդ ընթացքում, հետո գնալու ենք շոփինգի, մնացածը, գործեր ունեմ ընթացքում նոթբուքս հետս պետքա վերցնեմ եւ Օրվա վերջում հավանաբար փորձարկելու եմ նոր մազկա, մազերի որ պատվիրել եմ, որովհետև մազերս ահավոր թափվում է, ահավոր վատ վիճակում է հիմա։ Չգիտեմ ինչից է մազերս այս վատ այս պահին, ChatGPT-ն ասում է, որ հնարավոր է սեզոնից լինի, սեզոնի փոփոխությունից, մազերը տենց ժամանակ առ ժամանակ սկսում են հաճախ թափվել, սիրուն խուճուճներ եմ ստացել։ Okay, գնանք սուրճ խմենք ու ճանապարհ ընկնեմ, ստուդիայից ուշանալ չի կարելի, որովհետև ժամով է ու այս ժամվա համար ես վճարում, թես կարա ոնց որ մի քիչ որ ուշացար, վերջ կա ժամանակից գնում է, սենց գնում է, բայց այնտեղ ոնց որ հավելյալ պետքա վճարես, եթե ավել ես մնում, մի ժամ ու կես այնտեղի գործն է, հետո պետքա գնամ կենտրոն, ստուդիան Lumos է կոչվում։ Էսել իմ այսօրվա լուքը ոնց ասում են սպիտակ վերնաշապիկ ու մոխրագույն տաբատ, այս վերնաշապիկի հետաքրքիր մասը այս կողքերն է, որ ինքը կոճակներով է, կարաս սենց բաց պահես, ես չեմ կոճկում, հիմնականում սենց եմ թողնում, բայց կարաս կոճկես կամ կարաս այս մասերից էլ իրան բացես ու կապես դիմացի հատվածը, կարաս ընդհանուր տաբատի մեջ դրած հագնես կամ գոտիով հագնես, մի քանի տարբերակներ ունի, բայց իմ ամենասիրելի տարբերակը սենցն է, դա իհարկե ոչ սրանցով։ Արդեն նորմալ, սենց ասած ձմեռային շունչը զգացվում է, պետքա տաք ինչ-որ բանորայից հագնել։ Let's go! Քանի որ դավթաշեն եմ գնում, դավթաշենի համար այս նորմալ է, ստեղի համար շատ տաք բան հագա, բայց այնտեղ միշտ գնում մրսում եմ, դրա համար նորմալ է դավթաշենի համար։ Не стоит прощать, приходите в мой дом. Мои двери открыты, буду песни вам петь и вином угощать. Приходите в мой дом. Okay, գործերս արեցի, մի քիչ շրջեցի քաղաքում ու ժամանակներ ինչ-որ բան ուտելու ու գործանելու, խորհուրդ բոլոր ֆրիլանսերներին, Ֆուրշետը շատ հարմար տեղ էր, ես չէի մտածել առաջ, բայց իրականում շատ հարմար էր այստեղ գալ ուղղակի աշխատելը, ինչ-որ բան ես պատվիրում քո համար, նստում ես, նենց չի որ շատ մարդիկ կան, ասենք օրինակ այս վերևի հատվածում, էլի մի երկու հոգի իմ պես նստած գործ էին անում, ոչ մեկ տենց շատ մեծ խմբերով չէր, աղմուկ չկար, առանձնապես նաուշնիկներով հանգիստ քո համար կարող էիր գործ անել,
Դրանց որ շատ հարմար տեղեր կենտրոնում աշխատելու համար։ Պիցցան էլ շատ համով էր։ Daybreak, shadows fade. You step back, I step away. Nothing's broken. Ու հերթը վերջապես հասավ շոփինգին, գործերից հետո ինձ միացավ մաման ու գնացինք խանութներ, ինչ որ փնտրում էինք չգտանք, տանցել, բայց չեմ էլ հիշում թե ինչ էինք փնտրում։ Փողարենը գնացի ես կոշիկները այս շուզից շատ սիրուն էր, տեսեք այստեղ մեզ սուրճ են հյուրասիրել, շատ հավես էր եւ էլի մի քանի տեղեր չեմ հիշում որ խանութները շրջեցինք Only the sunrise. Over you and I. Վերջապես ես տանն եմ ու փորձարկելու ենք պատվիրածս մասկան, որը հույս ունեմ, որ կօգնի մազերիս։ Կոմպլիմենտի Oil Therapy-ն ինքը տարբեր յուղերի կոմպլեքս է։ Ես առանձին փորձարկել եմ գերչակի յուղը, որը անգլերենով կլինի castor oil։ Ինքը վատ չի, շատ լավ է, բայց հիմա ինձ պետք է ասենց էքստրա ինչ-որ բան, մազերիս վիճակը, ահա որը տեսքը վատ չի իհարկե, բայց թափվում անընդհատ, չգիտեմ, ինչ-որ անհասկանալի որակի է, դեռ չեմ հասկանում, պետք է ինչ-որ տենց նորմալ oil therapy maybe։ Մասլո այս բացելա պետք նախ։ Մի քանի հոգուց լսեցի, որ խորհուրդ տվեցին այս մասկաները, կոնկրետ այս չէ, բայց տարբեր բաներ ասում էին, ուսումնասիրեցի ու ինձ թվում է, որ հենց այս է ինձ պետք։ Եթե կարողանամ բացել իհարկե։ Չեմ հիշում, ես կարդացի ինչ յուղեր կա իր մեջ։ Մասլո արգանի, մակադամի, կոկոսը, շրի։ 4 տեսակի յուղեր։ Որ անկեղծ ասեմ, հոտը այդքան էլ հաճելի չի, զգացվում է, որ ինչ-որ լիքը յուղեր է իրար խառնած, բայց հավանաբար վատ հոտ չի ուղղակի, ոնց որ տենց գերչակի յուղի հոտներ մի տեսակ, տենց էլ սա է մի տեսակ, իսկույն ունի, 500 մլի է բոլոր տեսակի մազերի համար, Դեռ մազաշետա ունի, ուսնուցում է և ամրացնում մազերը։ Դա գիտեմ, որ առաջին անգամից տենց մեծ ինչ-որ ազդեցություն չի կարա լինի, բայց հուսով եմ, որ մի հատ փորձարկեմ ու կհասկանամ արժի շարունակել օգտագործել, թե չէ։ Մի տեսակ ալարում է ես որ փորձարկեմ, բայց որոշեցի, որ պետք է փորձարկել ու նկարել։ Okay, վերջում իմ կարծիքը բավականին լավն էր, 10-ից երևի 8 արժի փորձել։